Դենիսելենից վերադարձանք տաղավար, իսկ հիմա շտապ ենք ներկայացնել շատ մեծ սիրով մեր հաջորդ հյուրին, մի տաղանդավոր գեղեցկուհու, որը ուղղակի հրաշքներ է գործում երաժշտության ոլորտում նույնպես։ Եվ համոզված եմ, որ շատերն են նրան ճանաչում։ Այո, շատ-շատերս ենք նրան ճանաչում, վստահաբար նաև ձեզ մեջ էլ կլինեն մարդիկ, որոնք մեծամասնությունը ճանաչում են։ Իսկ ովքեր չէ, ապա շատ ուշադիր եղեք, որովհետև նրա մասին դեռ արդեն իսկ խոսում է աշխարհը, բայց դեռ կխոսի էլ ավելի բարձր մոտ ժամանակներից։ Այո, հենց այդպես, ինչպես որ Ռուբենը ներկայացրեց, մեր հյուրն է բաս գիտարահար Էլեն Ալավերդյանը։ Բարի լույս, Էլեն։ Բարի լույս։ Ինչպես ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Շնորհակալություն, հրաշալի։ Էլեն, ուզում եմ պատմես, թե ինչպես է սկսվել քո ուղին։ Ինչպես որոշեցիր, որ պետք է դառնաս բաս գիտարահար։ Ես մինչև բաս գիտար նվագելը, ես լիքը ուրիշ գործիքներ եմ նվագել, օրինակ յուկելելի, բարաբան, դաշնամուր, բայց ես մենակ բասը, որ ընտրեցի, ինձ թվում է ինձ բասը դուրս եկավ, ոնց ընտրեցի բասը, իմ պապաս ստուդիա ունի, իր սաղ գիտարները կախած ամենտեղ, ես գիտարը տեսա պատի վրա, և ես ուզեցի փորձեմ էդի, ու իմ պապաս տվեց ինձ, և ես չգիտեի դա բաս էր, ինքը ինձ ասել էր, որ սա բաս է ոչ թե գիտար, ու ես ուզեցի փորձեցի և սիրեցի այդ բասը ու ես շարունակեցի դրանով։ Եվ քանի տարեկան էիր այդ ժամանակ։ Այդ ժամանակ ես 8 տարեկան էի։ 8 տարեկանում արդեն իսկ հասկացար, թե որ գործիքն է հենց քեզ համար։ Իսկ ներես, հիմա քանի տարեկան ես։ 13։ Այսինքն 5 տարվա ընթացքում դու ձեռք ես բերել նման հաջողություն։ Ինչքան է պետք առավոտյան, չգիտեմ, օրվա ընթացքում այդքան մարզվել, պարապել, որ նման արդյունքի հասնել։ Ես շաբաթը 5 օր եմ պարապում և ես օրը 2 ժամ եմ պարապում, 2-3 ժամ եմ պարապում բաս գիտարը և բացի դրանից ես լիքը ուրիշ զբաղմունքներ եմ անում։ Օրինակ, նկարչություն, շախմատ եմ սիրում խաղալ։ Դե դպրոցը կա ու կա։ Հա, դպրոցը էդ էլ ուրիշ աշխատանք է, որ տունը անում։ Այո, համաձայն եմ, դա շատ կարևոր աշխատանք է։ Էլեն, իսկ հիշում ես քո առաջին ելույթը բեմում։ Եվ ինչ զգացողություններ ունեիր, արդյոք հուզվում էիր։ Իմ առաջին ելույթը բեմի վրա ես կասեի Սան Ֆրանցիսկոյում, որ ես Golden State Warriors եմ նվագել, բասկետբոլ խաղի բացումը, ես կհաշվեի դա իմ առաջին բեմը, որ նվագել եմ մարդկանց դիմաց, եւ շատ ոգևորիչ զգացողությունն է, ընդհանրապես, որ ես բեմ եմ բարձրանում, ոնց որ էներգիա մտնի մեջդ, ոնց որ շատ ոգևորիչ զգացողություն է։ Իսկ հուզմունք չկա։ Չես հուզվում, չես լարվում։ Չի ասի հուզվել զգացողություն չկա։ Լարվածություն էլ չկա շատ։ Չէ։ Սա շատ կարևոր է, նույնիսկ սպասում ես, որ պետք է դու զգաս ելույթի տրամադրվում ուրախանում ու սպասում ես այդ րոպեներին նստելը։ Հա, չի ասի, որ լարվածություն կա շատ։ Դե շատ ավելի լավ։ Սա ամենակարևորն է կարծում։ Թող որ միշտ հենց այդպես է լինի։ Մենք գիտենք նաև, որ դու երգում ես։ Հիմա ավելի շատ սիրում ես նվագել, թե երգել։ Իսկ կամ որն է ավելի հոգի հարազատ։ Երկուսն էլ շատ հոգի հարազատ են, բայց քանի որ ես ավելի շատ բաս եմ նվագում, ես կասեի նվագել ընդհանրապես։ Յուրահատուկ կերպով է առանձնացնում իսկ լինում է, որ նվագում ես եւ երգում ես միաժամանակ։ Այո, լիքը շատ։ Պատեկրանի շատ շուտով կդիտենք մի տեսանյութ ու փորձենք մի քիչ պատմենք, խոսենք այդ տեսանյութի մասին։ Դեմ չես։ Շատ լավ։ Կպատմես։ Դե պատմի։ Ում հետ ես նվագում։ Այստեղ ես նվագում եմ իմ պապայիս հետ, այս գիտարիստը, նվագում եմ մի հատ շատ լավ բառաբանչիկ աղջիկ կա, Չինաստանում ապրում ինքը, և Մուրզո, որ քիբորդով է նվագում, քիբորդ նվագողը։ Ինչ ստեղծագործություն է, ով է գրել, ում է։ Սա իմ պապայի ստեղծագործությունն է, ինքը մեծ մասը երաժշտությունն է ինքը գրում, սա ինքը գործիքները, սա երաժշտությունն է ինքն է գրել։ Իսկ ազատ ժամանակ պապայի հետ այդպես նվագում ես տանը։ Չէ ասի, որ ամեն օր մենք նստում իրար հետ նվագում ենք, բայց որ առիթ լինում է, հա, իրար հետ նվագում ենք։ Միանգամից վերցնում եք գործիքները, երաժշտական եւ անցնում եք գործի։ Այո։ Հետաքրքիր է, այս աշխարհում, այս ճանապարհին, քեզ համար ո՞րն է ավելի կարևոր, էմոցիան թե տեխնիկան։
Երկուսն էլ շատ կարևոր են, որովհետև մեկը չես կարող ունենաս առանց մյուսը, համ տեխնիկան է շատ կարևոր, համ էմոցիան։ Հետաքրքիր, իսկ ի՞նչն է քեզ ոգեշնչում։ Ես ոգեշնչվում եմ ավելի շատ, երբ որ ես տեսնում եմ ուրիշ տաղանդավոր մարդիկ, որ նվագում են, կամ որ ուրիշ տաղանդավոր նկարիչներ, որ նկարում են, ես որ կողքից տեսնում եմ, ես ոգեշնչվում եմ, որ ես էլ գնամ հասնեմ դրան։ Գնամ տուն շուտ պարապեմ, ստեղծագործեմ ու ստեղծագործեմ, մինչև որ, այո, հասնեմ։ Բայց այսօրվա դրությամբ դու արդեն քո Instagram-յան, Facebook-յան հարթակներում ունես շատ հետևորդներ։ Ինչ է դա քեզ համար նշանակում։ Ես շատ ուրախանում եմ ու ես շատ շնորհակալ եմ այդ սաղ մարդկանց, որ սիրում են ու որ այդքան հետևում են ու ես շատ ուրախանում եմ դրանից։ Իսկ գրառումները կարդում ես քեզ ուղղված։ Չի ասի միշտ, բայց մեկ-մեկ որ լինում է, հա, գնում կարդում եմ։ Իսկ պատասխանում ես հաճախ քո հետևորդներին։ Չէ, չեմ պատասխանում։ Ժամանակ չունես։ Դպրոցը, պարապմունքները։ Հետո ուզում է դառնալ շատ հայտնի, ոգեշնչվում է հայտնիներից, ախր նա հստակ այսպես ծրագիր կա գծած։ Ելենը զբաղված է, մի նեղացեք սիրելի հետևորդներ, որովհետև Ելենը սովորում է ու կրթվում է, որպեսզի էլ ավելի մեծ հաջողությունների հասնի։ Բաս գիտարը նվագելուց ինչ որ բարդ տեխնիկապես գուցե կամ էմոցիոնալ, ինչ դժվարությունների ես հանդիպում եւ ինչպես ես հաղթահարում այդ դժվարությունները։ Ամեն տեխնիկան իր դժվարություններ ունի, բայց եթե մեկը պետք է որոշեի իմ համար, այս դրությամբ ես կասեի տեխնիկան թեփինգ, կոչվում է թեփինգ, բայց այդ տեխնիկան հələ որ հաղթահարում եմ եւ այնքան պարապում ես, այնքան ավելի ես հաղթահարում էդի։ Իսկ ինչ ստեղծագործություններ ես սիրում նվագել։ Ես ամենաշատը սիրում եմ ընդհանրապես classic rock ժանրայից, սիրում եմ ես ցանկացած գործ Beatles-ից, Pink Floyd-ից, Queen-ից, ես սաղ սիրում եմ նվագել։ Այն ինչ նշեց, ես էլ եմ գիտես շատ սիրում։ Գեցեք դուք երկուսով։ Նաև հետաքրքիր է դու հետևում ես ավագ քո գործընկերներին, բաս գիտարահարներին, մասնավորապես ում ես հետևում, ում ես ողջունում։ Բացի հայրիկից։ Որպես այդպես ավագ գործընկեր ընդունում։ Ընդհանրապես ես նվագողներից, ես սիրում եմ Marcus Miller-ը, Victor Wooten-ը, Bootsy Collins-ը, Richard Bonan, լիքը ուրիշ բասիստներ կան, նվագողներ կան, որ հիմա կարող է մտքից չգա, բայց ինձ թվում ամենակարևորները դրանք են։ Նշեցիր արդեն։ Հա։ Իսկ ունես երազանք, որի մասին կարող ես բարձրաձայն մեզ էլ պատմել։ Իմ երազանքս, որ իմ խմբով ես կարողանամ լիքը համերգներ տամ, որտեղ ես ավելի շատ սիրում եմ համերգ տալ։ Իմ երազանքս, որ իմ խմբով ես համերգներ տամ եւ տուրի գնամ։ Շրջագայություններ անես։ Այ մեծ տուրի գնաս, Հետաքրքիր է, օրինակ հիմա վստահ եմ, որ մեզ հաշվի առնելով, որ հանգստյան օր է, հատկապես որ արձակուրդները արդեն սկսվել են շատերի մոտ, հետևում են քո տարիքակից երեխաներ, երիտասարդներ, որոնք որ միշտ մտածել են կամ ցանկացել են գնան բաս գիտարով զբաղվելու, բայց ինչ-որ մի բան իրենց խանգարել է։ Ինչպես կարող ես նրանց ոգեշնչել կամ ինչ խորհուրդ կտաս նրանց։ Եթե հետաքրքրում է բաս գիտարը ու կասկածում եք, ինձ թվում է պետք չի կասկածել եւ կարակ ուղակի փորձարկել, որտեղ վնաս չկա։ Եթե սիրում ես, եթե հասկանում ես, որ սիրում ես բաս գիտարը կամ ցանկացած գործիք, կարաս շարունակես դրանով եւ եթե չէ, վնաս չի, կարաս ուղակի։ Եվ ինչպես որ Էլենա արեց, նա սկսեց դաշնամուրից, հետո բարաբան, ճիշտ եմ ասում։ Այո։ Հետո նոր հասավ բաս գիտարը։ Հրաշալի, ու նույնիսկ ընթացքում էլ երգում է, դեռ սովորում է, դեռ շատ բաներ է փորձում։ Մենք վստահ ենք, որ դու քեզ դեռ շատ ուղղություններով էլ կբացահայտես, քո շնորհքն ու տաղանդը, բայց քեզ այսպես չենք ուզում բաց թողնենք։ Քեզ հետ պետք է խաղ խաղանք։ Համաձայն ես։ Այո։ Դե խաղը գիտես, այդքան խաղացված էլ չի, ինչքան որ շատ հայտնի ընդունված այս բանին, որ միշտ ասում են այս սա թե նա թե նա անուններ են հնչեցնելու քո մասնագիտության ոլորտից մարդկանց։ Դու ընտրելու ես մեկի անունը պետք է ընտրես։ Ջակո Պաստորիուս թե Մարկուս Միլլեր։ Ջակո Պաստորիուս։ Ահա։ Օ, Ջակո Պաստորիուս թե Ջոն Պատիտուչի։ Ջակո Պաստորիուս։ Ջակո Պաստոտորիուս թե Ստենլի Կլարկ։ Ջակո Պաստորիուս։ Վաու։ Ջակո Պաստորիուս թե Վիկտոր Վուտեն։ Վուտեն։
Victor Wooten. Victor Wooten թե Mohini Day։ Victor Wooten. Victor Wooten թե Suna Serida։ Victor Wooten. Victor Wooten թե Kinga Glick։ Victor Wooten. Եվ վերջինը Unkerfield թե Victor Wooten։ Victor Wooten. հաղթեց Victor Wooten։ Unkerfield-ն էլ չհաղթեց։ Լավ։ Wilkenfield ասեցիր, Այո, Unkerfield։ բայց մեկա Victor Wooten։ Առաջի ընտրությունը միշտ ճիշտ է լինում։ Շատ լավ, շնորհակալություն քեզ Գեղեցկուի, որ դու մեզ հետ էիր այսօր առավոտյան, խոսեցիր, կիսվեցիր քո տպավորություններով ու վստահ ենք, որ շատ քո տարիքային այսպես ընկերներ, երիտասարդներ, երեխաներ մեր հարցազրույցից գուցե ինչու ոչ ոգեշնչվեն եւ նրանք էլ սկսեն արդեն այսպես շատ հստակ քայլերով մոտենան երաժշտությանն ու արվեստին։ Իսկ ես ասեմ ինչին եմ իսկապես սպասում, որ իրականում քո երազանքը իրականանա եւ շատ շուտով քո խմբի հետ, երբ դու մեկնես այդ ճանապարհորդության տուրնեին, հասնես վերջում Հայաստան։ Լավ։ Այո։ Ու մենք էլ այստեղ կհանդիպենք, նորից իրար հետ կզրուցենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Քեզ լավ օրենք մաղթում, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարունակում ենք։